Շատ քիչ են երկրները, որոնք ընդհանրապես լեգալիզացրել են մարիխուանան, բայց այդ երկրները ես կարծում եմ, որ ունեցել իրենց 4 հաշվարկները։ Նախ ասեմ, որ արդյունքները, այդ լեգալիզացիայի արդյունքները, այսպես ասած, շատ վատ են։ Այդ երկրներում, որտեղ մարիխուանան ավելի հասանելի է դարձել, այդ երկրներում մարիխուանան հետ կապված բազմաթիվ առողջական խնդիրներ են, այսինքն հանրային առողջապահության վրա էլ արդեն զգացն է տալիս, բայց ես կարծում եմ իրանք 4 հաշվարկներ են ունեցել այն իմաստով, որ ոչ թե իրանց ազգաբնակչությանը ուրախացնեն թմրամիջոցի լեգալիզացիայով, այլ զուտ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ թմրամիջոցների դեմ պայքարը բավական ռեսուրսատար աշխատանք է, տեսնելով, որ հնարավոր չի լիարժեքորեն պայքարել օրինակ բոլորի դեմ, որոշում են կայացրել այդ մեկի դեմ չպայքարել այսքանը։ Այսինքն ես կարծում եմ դա ընդհանրապես 4 հաշվարկների արդյունք է։ Մեր երկրի պարագայում ես կարծում եմ հնարավոր է պայքարել, որովհետև մենք Նիդերլանդները չենք ծովափնյա կամ Պորտուգալիան չենք, չէ, Ատլանտյան օվկիանոսի ափին Ուրուգվայը չենք կամ Կանադայի տիպի երկիր չենք։ Մեր պարագայում հնարավոր է ու ի պատիվ մեր իրավապահների վերջին շրջանում տեսանել է, որ հաջողությամբ պայքարում են, հնարավորինս պայքարում են թմրամիջոցների դեմ։